Աստծո խոսքի վրա է։ Խնդրեմ, որ բոլորս ոտքի վրա ալանք եւ մեր երկարաններու յետևի գտնված բաժնին թիվ 10-րդ հատվածը փոխադարձ կերպով պիտի կարդանք եւ վերջը աղոթքով պիտի շարունակենք։ Ոստի Քրիստոսին վրայով առաջին սորվելիքները ցկելով կատարյալին կանք։ Դուք ձեր անձին դերը չեք, քանզի գնով ծախոն ապնվեցաք, ուստի փառավորեցեք Աստված ձեր մարմիններուն ու հոգիներուն մեջ, որոնք Աստծո են։ Արդ կաղաչեմ ցեզի եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք գենտանի զոհը, սուրբ, Աստուծո հաճելի, որ է ձեր բանավոր բաշտոնը։ Եվ մի կերպարանիք այս աշխարհին կերպարանքովը, հապա ձեր մտքին նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քնեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի ու հաճելի եւ կատարյալ է։ Ձեր անձերը Աստծո ընծայեցեք, որպես թե մերելները ողջնցած, եւ ձեր անդամները արդարության գործիքներ Աստուծո։ Քանզի մեղքը ձեր վրա պիտի ճիշտեն, վասնզի օրենքի տակ չեք, հապա շնորհքի տակ։ Ինչպես ձեր անդամները աներոթյան համար ընծայեցիք, բղծության եւ աներոթյան ծառաները լալու, այնպես հիմա ձեր անդամները սրբության համար ընծայեցեք, արդարության ծառաներ լալու։ Այսօր ձեզ մեկ իր կամքովը Տերոջը ընծատվող ով կա։ Եվ ոչ թե ոչափ մենք կհուսայինք, հապա անձերնի ալտվին, առաջ Տերոջը ու ետ կմեզի Աստծո կամքովը։ Հալելույա։ Սերը երբ որ փոխադարձ խոսքերը կրկնում ենք, նայում ենք, կարդում ենք, ուշադիր խոսքերին, թող միայն կրկնենք չլինի, սա խոսումը, խոսք ինչ ասում, ականջ ունենանք եսելու, չէ, աչք ունենանք տեսնելու, աղոթենք, փառք ենք տալիս քեզի Տեր, մեր զորավոր Հայր, ինչու ենք քեզի փառք տալիս, որովհետև դու մեր Հայրն ես, որովհետև դու մեր արարիչն ես, որովհետև մենք քեզ սիրում ենք, որովհետև դու առաջին դու մեզ սիրեցիր, դու մեզ քո կերպարով ստեղծեցիր, դու ցանկանում ես ամենայն բարին մեզ համար, դու մեզ համար նպատակ ունես, դու մեզ համար տեսիլք ունես, դու մեզ գրկում ես, դու մեզ ամենադժվար օրերին մեր հետ քայլում ես, դրա համար դու արժան ես Տեր իմ Աստված, մեն ամենայն բարձր փառք տալու քեզ, սիրելու քեզ, հնազանդվելու քեզ Տեր իմ ամեն տեսանկյունից մենք պետք է քայլենք քո հետ, գրկենք քո ոտքերը, սիրենք քեզ ամբողջ սրտով, ամբողջ հոգով, որով դու արժան ես, դու ուղարկեցիր քո զավակը, չխնայեցիր մեզ Տեր իմ փրկիչ, եւ դու չխնայեցիր իրեն եւ մեզ փրկության աղբյուր դարձար Տեր իմ Աստված։ Քո զավակը խաչապայթի վրա հելնելով Տեր իմ փրկիչ, մենք հույս ունենք, մենք նպատակ ունենք, մենք կյանքի միտք ունենք ապրելու, որտեղ մեր շրջապատը, մեր շուրջը ավելի շուտ ասեմ աշխարհը փնվում է չորս կողմից Տեր, բայց քանի որ մենք ունենք քեզ, մեր տեսիքը, մեր մոտեցումը բոլորովին տարբեր է։ Քո խոսքդ մեզ սովորեցնում է, թեկուզ թե որ մենք ապրում ենք աշխարհի մեջ, աշխարհից չենք, որտեղ մենք նոր արարած ենք։ Եվ այս աղոթքով բարձրացնելով քեզ եղբայրներիս քույրերիս խնդրում ենք մեր ծրարը, որ մեջը աղոթներ ենք դնում քո հպումը, քո մեկ հպումը, քո սերը, քո գեղեցիկ քաղցր, գրկող ձեռք դրկես ամեն մեկիս, բժշկես մեր ամեն տկարությունները, հասնես մեր կարիքներին եւ մենք Տեր իմ Աստված շարունակ ու շարունակ թե լավ օր, թե վատ օր միշտ փառք տանք զվարճանանք քեզմով։ Այսօր հավաքվել ենք քո տանդ մեջ վայելելով քո ներկայությունը Տեր իմ Աստված։ Այսօր հավաքվել ենք եղբայրներով քույրերով փառաբանելու, երկրպագելու քո սուրբ անունը։
խնդրում ենք, որ Տեր իմ Աստված այսօր քո հրաշքներդ կատարես, հպես հիմարներին բժշկես եւ մեր աղոթների պատասխանները քո զավակիդ խոսացող, խոսքը բերող, մատուցող եղբոր միջոցով խոսես մեր հետ, ունենանք լսող ականջներ, խոնար սիրտ եւ ամբողջ սրտով, ամբողջ հոգով քեզի պաշտող զավակներ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ամեն։ Բարի լույս։ Միանանք մեր եղբայրներին, այսօր մեր Տերը օրհնենք, ավելի զորավոր, ավելի գեղեցիկ, որտեղ մեր Տերը արժանի է։ Երբ կա որ ասում է եկեք միասին Տերը պաշտենք եւ ալելույաներ բարձրացնենք։ Եկեք փառք տանք զորավոր ձայնով։ Փառքը մեր Տերոջը, մեր աշոտ եղբորս հետ այսօր հարաբանենք մեր Տերը։ Պատրաստ եք չէ, երկերը գիտենք, բոլորս էլ ծանոթ երկեր են մեզ։ Միայն քեզ եմ տալիս ողջ բանը, միայն քեզ Տեր ողջ ազգերի, միայն քեզ եմ տալիս ողջ փառքը, միայն քեզ Տեր ողջ ազգերի, սրբությամբ ես մեծարված, այլում ես պարավորված, այլում ես պարավորված, սրբությամբ ես մեծարված, այլում ես պարավորված, այլում ես պարավորված, միայն քեզ եմ տալիս ոչխար, միայն քեզ Տեր ողջ ազգերի, միայն քեզ եմ տալիս ողջ փառքը, միայն քեզ Տեր ողջ ազգերի, սրբությամբ ես մեծարված, այլում ես պարավորված, այլում ես Տեր պարավորված,
խաղեր Մենք սպասում ենք քեզ Հիսուս Մեր փրկիչ մեր միակուս Միայն քեզ եմ տալիս ողջ պարկը, միայն քեզ Տեր ողջ ազգերին, միայն քեզ եմ տալիս ողջ պարկը, միայն քեզ Տեր ողջ ազգերին մեծարված, այլում ես պարավորված, այլում ես Տեր պարավորված, սրբությամբ ես մեծարված, այլում ես պարավորված, այլում ես Տեր պարավորված Ով չի կարող կաններ թող սրճել Աստված բարի է և ուրմատ Դու ինձ հայտնել ես քո շրջապար, քո սերը մեծ ու ասահման, ինձ պարգևել ես կյանք ավել, որ լինեմ միշտ քեզ հետ, ինձ արտոնել ես խորանիդ մեջ, երկրպագել քեզ անվել, և քո աչքերը Գողությունը քեզ տա Եվ գողությունը քեզ տա Աստված բարի է և ողորմած է Հավատարիմ ու սուրբ Իմ խոսքը հոգում կյանքի հանել Հավիտների Աստված բարի է և ողորմած է Հավատարիմ ու սուրբ Իմ խոսքը հոգում կյանքի հանել Հավիտների Աստված բարի և ողորմած, հավատարիմ ու սուրբ Ով դեր որտեղ քեզ քանի դեր կա Դու ինձ բրկել ես շատ անգամ Առաջնորդել ես ինձ քո դու Ու ինձ դարձրել է տանը սյուր միասին Ով դեր որտեղ քեզ քանի դեր կա Դու ինձ բրկել ես շատ անգամ Առաջնորդել ես ինձ քո դու Ու ինձ դարձրել է տանը սյուր Ու ինձ դարձրել է տանը սյուր Աստված բարի է
այլ շարունակենք մեծարել, բարձրացնել, փառավորել, երգել եւ պաշտել մեր Տիրոջը։ Դու ես, որ լսում ես ինձ։ Դու ես, որ լսում ես ինձ, դու ես, որ տեսնում ես ինձ, տխրության, ուրախության պահին, իմ կողքին ես դու, դու ես, որ լսում ես ինձ, դու ես, որ տեսնում ես ինձ, տխրության, ուրախության պահին, իմ կողքին ես դու, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, օրհնակը միայն քեզ, գարնասով միայն քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ օրհնակը միայն քեզ, գարնասով միայն քեզ, մեծարում եմ քեզ, աղոթքիս լուրվական ես դու, իմ հոգու անկել ես դու, պատում ես ներկայության, քեզ եմ հավատում, աղոթքիս լուրվական ես դու, իմ հոգու անկել ես դու, պատում ես ներկայության, քեզ եմ հավատում, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, օրհնակը միայն քեզ, գարնասով միայն քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, օրհնակը միայն քեզ, գարնասով միայն քեզ, մեծարում եմ Երգերիս էությունն ես դու, աղոթքիս ուրդվոն ես դու, մեծության քո խորքերում, քո շտիտ լեվասում, երգերիս էություն ես դու,
աղոքից որ նմոն ես դու մեծության ողոր գերու օժապի ազու մեծարում մեծարում է Ամեն Աչեղ աղոտքը չրած մեր նյութականի համար, որ ետևը դուպ ունինք և ասկոմը դուպ ունինք, կովիդեն սկսյալ աստուպերը տրված էր, որ նվիրատությունները ադոր մեջ տրվին, սկսյալ կալ գիրագորվնից ասոք պիտի հավակվին նյութականը, բայց այսօր չէ, կալ գիրագորվն է սկսյալ, այսօր գնանք դեր տուպերում մեջ տվել աս պարզ հայտարարությունը, ասոք խոսքեն համարմը պիտի գարտամ և վերջը աղոտքոպից շարնակենք դերոջը բադիվր է կու ստացված կետ և կու բոլոր բերկերուտ երախայրիներեն և կու շտեմարաներ արադությունով պիտի լեցվին կու հնցաներեն նոր կինին թուրս պիտի թապի այսինքն դերոջը դվեք և դերը ձեզի ձեր բոլոր պետքերը արդեն կողոքա և պիտի հոգա բայց հավադարի մլանք մենք դերոջը մեր ընձաները բերելու պիտի խնդրեմ, որ Արման եղբայր ոնդեղ են աղոտ է նյութականի համար Երկնավոր Հայր, որքան շնորհակալ ենք քեզ Տեր, որ ամեն օր մեզի հոգ ես տանում Տեր, ամեն օր մեր պետքերն ես լցնում Տեր Աստված։ Մեզ առաջնորդում ես, մեզ օրհնում ես Տեր։ Այսօր էլ արդեն օրհնեցիր Տեր եւ դի շարունակես օրհնել Տեր Աստված։ Եվ կուզենք բաժին մնալ քեզի բերենք այդ օրհնությունից, որ ամեն օր վայելում ենք Տեր, որպեսզի քեզ նվիրենք եւ քո գործի համար նվիրենք Տեր Աստված։ Եվ տանք հոժարաբար, տանք սրտանց ով Տեր և գիտակցաբար ով Տեր, որ պետք է տալը, որպեսի ով Տեր քու եկեղեցիդ աճի մեծնա և օրհնություն լինի անմահ հոգիների համար Տեր Աստված։ Տաս մեզի այդ տալու հոգին և տվածը դուն օրհնես Հիսուսի անունով։ Ամեն։ Բարի լույս բոլորին։
Մի քանի հայտարարություններ, հատկի վերջը պիտի շարունակենք, Աստծո փառք ունենք, որ մենք ունեցանք զույգերու Վալենտայն երեկ։ Զույգերով մոտ 28 հոգիներ էինք և միասին գերանք և միասին դերը բաժտեցինք, Հոսեփ եղբայր Մատոսյանն ալ եկավ իր փորձառություններեն պատմեց մեզի և շատ գեղեցիկ գիշեր ունեցանք։ Ես դուն ասա 11-ին վերջ։ Աստծո փառք ունենք դրա համար և մեր զույգերուն համար։ Մի քանի հայտարարություններ, մեկը մեզի ասած է Կիրք Թորոնտոյի եղբայրյան եկեղեցի Հովիվեն Արա եղբայր Բալակջան, ուրեմն աս կիրքը բացատրություն է Հակոբոս կիրքի մեր սուրբիներու Հակոբոս ավելի ադոր վրա կենտրոնացած է, բավական թիվեր ունիմ ձերքիս մեջ, ես սկսա գարտալ, շատ գեղեցիկ, պատրաստված, մանրամասն, որոնք որ կպապակին, թորքան իզմե արնեն, կին չիգա վրան, եթե նվեր մգուզեստան, ֆայն, եթե ոչ գնակ ծրի ստանալ։ Հետո մի քանի շաբաթներ առաջ թուղթեր բաժնեցինք, որ ձեր անունը Տելեֆոնի թիվը, ադրեսը, Social Security թիվը, բանկայի աչիվ։ Ասոնք բաժնած էինք և շատեր լեցուցին։ Եվ եթե մեկը գա, որ չի լեցուց, արդեն պիտի սկսեմ ես դբել ասիկա, որ հասցեհա կիրք ունենանք, որ եթե մեր հին կիրքը, որ 2010-ին դպված է, վերջինը, քանի տարի գնե, 15 տարի։ Բավական հին է և շատեր փոխադրված են, շատեր երկինք կացած են, բայց եթե չես լեցուցած, ասիկա իզմե ուզե և լեցուն և որպեսի հասյակիրքը դվի, իմ անունս չի գար, ինչու, կտնենք նորեն, բայց լավ է, որ առաջուց ինձի դակ։ Մենք ամեն չորեքշաբթի ոս Սուրբլիքի սերտողություն ունենք և աս չորեքշաբթի պիտի զանց արնենք և այսինքն մի կարգ աս չորեքշաբթի, աջորդող չորեքշաբթի, ժամը 7-ին և գիտեմ, որ կալ շաբաթ բավական անցրև ալպիտի կա, չորեքշաբթի, հինգշաբթի ուրբաթ տեղադարով անցրև բիզեմ, ադոր համար չէ, բայց պիտի զանց արնենք։ Այսօր ժամերը փոխեցինք։ Հայտարարությունը մորցա եղբայրներ։ Okay. Տեսին, ովքեր են Աստծո խոսքին հավատում։ Սա կասեք արմա այդպես ջարց ես տալու։ Ես ջարց ես տալու։ Ուրախ եղեք Տերոջմով ամեն ատեն, դարձյալ կսեմ, ուրախ եղեք։ Ձեր քաղցրությունը ամեն մարդու թող հայտնի ելա։ Տերը մոտ է, բանիմը համար հոգ մի ընեք,
հապա ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով գոհությունով մեկտեղ ձեր խնդրվածքը Աստծո հայտնի ըլլի։ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքեր վեր է, ձեր սրտերը ու մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի պահպանեն։ Ամեն։ Այս ուրախությունը մենք պիտի շարունակենք, որ Տերը մեզ ամենատեն հոգ է տանում փառք իր ստանվան։ Անգլերեն պիտի երկենք, եկեք աշխուժ երկա, ոտքի վրա երկենք ծափերով մեր հորը պարաբանենք, որ հոգում է մեզ ամեն անգամ և ուրախություն է պարգևում, փառք իր սուրբ անվանը, ծափերով ոտնենք մեր Աստծուն։ I will enter his gates with thanksgiving in my heart. I will enter his doors with praise. I will say this is the day that the Lord has made. I will rejoice for he has made me glad. He has made me glad, oh he has made me glad. I will rejoice for he has made me glad. He has made me glad. He has made me glad. I will rejoice for he has made me glad. Ուզեմ յատ ես չերքեմ, ուզեմ որ դուք երգեք կլինի, որ իրոք այդ ուրախությունը զգամ ես ձեզանից։ Փորձենք։ Ամեն։ Ավելի բարձր։ Ամեն։ Այսօրվա երկեցողությունը տարբեր էր, գիտեմ ինչ էր փոխվել, բայց շատ տարբեր եւ շատ օրտնվեցինք, չէ՞։ Ամեն։ Երկու որդիների առակը, որ պատմեց Տեր Հիսուսը։ Մատթեոս 21:28 համարից ընթերցեմ ձեզ համար։ Ավետարան ըստ Մատթեոսի 21:28-ից։ Բայց դուք ինչ եք կարծում, Աստված հարցնում է մեր կարծիքը։ Մի մարդ երկու որդի ուներ։ Նա եկավ եւ առաջինին ասաց. «Որդի, այսօր գնա իմ այգում աշխատիր»։ Իսկ նա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»։ Բայց հետո զղջաց ու գնաց։ Գնաց մյուսի մոտ եւ նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. «Կգնամ Տեր» ու չգնաց։ Այդ երկուսից ով հոր կամքը կատարեց։ Նրան ասացին առաջինը։ Հիսուսը նրանց ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծո արքայություն, որովհետև Հովհաննեսը ձեզ մոտ արդարության ճանապարհով եկավ, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք ու նրան չհավատացիք։ Ինչպես միշտ մեր Տերը խոսում է պարզ, հստակ, հասկանալի, շոշափելի կերպով, որպեսզի մեկը չասի, ես չհասկացա, եթե իմանայի այդպես չէր լինի, ինձ չհայտնվեց, ես չկարողացա, ամեն բան պարզ,
և հստակ է։ Երկու որդիներ, որ այդ օրերին անշուշտ հողագործությունը կամ անասնապահությունը ամբողջ ընտանիքով պետք է անեին, և հայրը թերևս կամ տարիքը առած էր, կամ փորձում էր իր զավակներին վարժեցնել, որ այլևս իրենք ինքնուրույն սկսեին այգին հոգ տանել, ժամանակն էր հասել, որ զգային, որ իրենք մեծ մարդիկ են, իրենց վրա բան կա դրված և իրենք պետք է այդ հոգսը կարողանան տանել։ Չգիտենք պատճառը, կամ պարզ ստուգելու համար, որ զավակները միայն սրա համար են իրենց սիրում, թե իր խոսքը նրանց համար արժեք ունի։ Եվ Տեր Հիսուսն ասում է, ահա երկու զավակների նախ առաջինին, հետո երկրորդին նույն նորմալ ամենօրյա տրամաբանական գործն է հանձնարարում, գնա և այգի մեջ գործ արա։ Պատասխանը մենք տեսնում ենք տարբերվում է, բայց ամենազարմանալին ավարտն է կամ արդյունքն է։ Առաջինը չգիտենք մեծն էր, թե չէ, կարող ենք ասել մեծ, որտեղ առաջին այդ օրերին նաև մեծ էր նշանակում, ասեց, ինչ, չեմ գնա։ Ինչու ասեց չեմ գնա, պատճառը չգիտենք, թերևս ասեց, ինչու ես միայն պիտի անեմ, հենա մեծացելը թող ինքն էլ սկսի անել, ամբողջ եսի վրա վերցնեմ, մի տղա ես եմ, մի տղա նա է, կամ թերևս հոգնած էր, թերևս ուրիշ զբաղմունք ուներ, այդ օրը հարմար չէր, բայց իր հորը ուղղակի մերժեց։ Բայց հետո ինչ եղավ, գնաց։ Մի քանի կարևոր, շատ կարևոր դասեր ուզում եմ սովորենք այս պարզ առակից, որ տարիներ կարդում ենք, բայց իր համը և հոտը երբեք չի կորցնում Աստծո խոսքը։ Ուրեմն հայրը տվեց հրահանգ երկուսին էլ, բայց անմիջապես չի դատում։ Ոչ ասողին չի ասում, վերջ դու պատժվեցիր, այլևս իմ որդին չես, այո ասողին էլ չի ասում, այ ապրես, այ տղան էսպիսի կլինի, ես ուզում եմ քեզ քաջալերել, քեզ ծափահարել, անմիջապես չի որակավորում, ժամանակ է տալիս ուրիշ խոսքով։ Նմանը չէ մեր իրավիճակին, Աստված մեզ տվել է ժամանակ, որպեսզի մենք էլ մտորենք, մտածենք, Տիրոջ կողմից եկածները ծանր ու թեթև անենք և այդ ժամանակի մեջ որոշումներ կայացնենք։ Փառք Տիրոջը։ Ինչու է Աստված ժամանակ տվել, որովհետև կատարյալ մարդ չկա։ Այս երկու որդիներն էլ կատարյալ չէին։ Մեկը ասեց չէ, հետո գնաց արեց։ Մեկը ասեց կանեմ, բայց հետո չարեց։ Որ մեկն է կատարյալ։ Ոչ ոք։ Ուրեմն Աստված ճանաչելով մեզ, իմանալով, որ մենք մարդ ենք, որ մենք մեղանչական բնություն ունենք, որ մեր մեջ եսը, էգոն, անձը հաճախ գլուխ է բարձրացնում, որ մենք հաճախ մեր ուզածին ենք գնում և ինչպես քիչ առաջ կարդացինք, որ մաքսավորները, մեղավորները, նրանք Աստծո ճանապարհից գծից շեղված դուրս եկածներ էին, բայց նրանց երբ որ ժամանակ տրվեց, առիթ տրվեց, Փառք Տիրոջը նրանցից ոմանք ճիշտ ելքի և որոշման հանգեցին։ Ուրեմն երկու զավակներն էլ ժամանակ ունեին իրենց որոշումները վերանայելու։ Այոն ոչ դարձավ ցավոք սրտի, բայց փառք Տիրոջ, որ ոչը ինչ եղավ, այո դարձավ։ Որոշումների և փոփոխության պատճառները անհայտնի են։ Օրինակ, ինչի համար փոքր որդին ասեց կանեմ, հետո չարեց։ Եվ ինչու մեծը ասեց չեմ անի, հետո արեց։ Չգիտենք ինչը փոխեց նրանց որոշումները, բայց գիտենք, որ մեր կյանքում էլ հաճախ մենք մի բան ասում ենք, մի այլ բան անում ենք։ Պարսկահայերը լավ խոսք ունեն, ասում են, մեր բան եմ ասում, մեր բան ես լսում։ Այսինքն մենք հաճախ մեր լսածը, մեր արածը, մեր առավոտվա հայտարարածը, մեր իրիկվա արածը հաճախ իրարից շատ տարբեր է։ Հաճախ մենք այն չենք, ինչ որ ցույց ենք տալիս։ Կանեմ, բա ոնց, ես քեզ շատ եմ սիրում, հայտարարեց, բայց երբ որ ժամանակ անցավ, մենք տեսանք, որ միայն ձայն էր, միայն հայտարարություն էր։ Չեմ ծիծաղացել ձեզ այսօր, չեմ ասում եմ ծիծաղեցիք։ Մի տղա մի աղջկա վրա է համակրում, սիրահարվում, ասում է դե լավ կգամ, կգնանք իրար հետ սուրճ խմենք խոսանք, կգամ, ասում է ես
սիգնալ կտամ, ձայնային ազդանշան հորն կսխմեմ, հենց որ լսես իջի կգնանք, աղջիկն ասում է ինչ մեքենայով ես գալու, ասում եմ մեքենա չունեմ, մենակ սիգնալ մի բան կա, որ ձայն ունի, բայց իրականության հետ կապ չունի, միջուկ չունի։ Նա ով մտածում է, թե իբր կարող է ապրել առանց ուրիշների խիստ մոլորության մեջ է, համաձայն եք։ Բայց ավելի շատ է մոլորվում նա, ով կարծում է, թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն։ Սա է ուրիշ մոլորություն է։ Ուրեմն երկուսն էլ չմտածեք։ Թերևս մեծ տղան ասեց, չեմ անի, հələ տեսնեմ ոնց են անելու։ Ես ձեռքս հետ կքաշեմ, թող գնան անեն, ու ես գիտեմ, որ առանց ինձ գործը գլուխ չի գա։ Կամ թերևս մտածեց, որ ուրիշները առանց ինձ ինչ պիտի կարողանան անել, փոքր տղան թող գնանի, հայրս թող տեսնի, որ ամեն անգամ գործը առաջա գնում իմ ուսերով, իմ ուժերով, թող ինձ գովի, որ փոքրն էլ ինձանից կարողանա օրինակ վերցնել։ Երկու դեպքում էլ սխալ ենք մտածում սիրելիներ, թե մենք իրար կարիք ունենք, ես քո, դու իմ կարիքը ունես իրար աջակցելու, իրար հետ լինելու, իրար ուսուսի տալու, բայց մենք առանց իրար սիրելիներ դժվար կլինի, անշուշտ Աստված միշտ մեզ հետ է, բայց ինչու Աստված երկուս են ուղարկում, հիշում եք առաքյալներին, որ մեկը մյուսին օգնեն, ինչու եկեղեցին հավաքական ընտանիք է, ինչու մեկտեղ հավաքվելը պիտի չթողնեն, ինչու եկեղեցում տարբեր պարգևներ եւ պաշտոններ կա, որ մեկը մյուսին մատակարարեն, սա գալիս է ասելու, որ մենք իրար կարիք ունենք։ Երկին գնալու համար միայն Հիսուսով ենք երկին գնում, բայց կյանք ապրելու համար մենք իրար կարիք ունենք։ Թերևս փոքր տղան, սիրելիներ, հետ քաշվեց, տեսնելու համար մեծ որդին ինչ պատասխան կտա։ Եվ երբ որ մեծ որդին ասեց չեմ անի, իր միտքը փոխեց, ասեց ուրեմն ես կանեմ։ Այսինքն իր որոշումը կարծես պայմանավորված է իր մյուս եղբոր որոշումների հետ։ Հաճախ անում, չէ՞ որ ասում են ինչ ակասեմ, թե սպասի նայենք մյուսները ինչ կանեն, հետո ես իմ որոշումը կտամ։ Լավ է ուրիշներին նայել, բայց հաճախ ուրիշներին նայելով մենք կարող ենք սխալվել, որովհետև Աստված քեզ համար ուրույն, կոնկրետ քեզ համար ծրագիր, ճանապարհ ունի պատրաստած։ Փրկության ճանապարհը մեկն է, բոլորինս մեկ Տեր Հիսուս Քրիստոս, բայց կյանքի շատ տարբեր խաչմերուկների մեջ մենք իրար նմանակելով, կոպի անելով կսխալվենք։ Դու Աստծո յուրահատուկ ծրագրի մի անկրկնելի մասն ես։ Դու ես։ Այոն եւ ոչը ոչ վերջնական պատասխաններ էին այս պատմության մեջ։ Ուրեմն կարելի է զգացմունքային որոշումները վերանայել։ Եթե այս պատգամից մի բան պիտի տանենք, ես էլ ձեր հետ այս բանը տանենք, ինչ որոշումներ արել ենք մեր կյանքի մեջ, բացի փրկության հարցը, որ ճիշտ ենք որոշել, մի ու շատ բաներ կա, որ թերևս զգացմունքային ենք որոշել։ Մեկին վիրավորել ենք, միտեղ հեռացել ենք, միտեղ մոտեցել ենք, մեկին այո ենք ասել, մյուսին ոչ ենք ասել, լավ կլինի, որ նստենք եւ վերանայենք մեր որոշումները։ Արդյոք դրանք ճիշտ որոշումներ էին, թե զգացմունքային, թե այդ պահին եղած որոշումներ էին։ Համաձայն եք։ Թե ամուսնանալը չեք կարող փոխել, արդեն որոշել եք, ինչ կա։ Շատ բաներ արդեն որոշված է, բայց բաներ կան, որոնց որոշումները պետք է վերանայել։ Բերել Աստծո առաջ եւ ասել, ես այս բանին այո ասեցի, Տեր, շտապեցի, քեզ չհարցրեցի, հիմա շարունակեմ, թե ոչ ասա։ Մյուս բանին ոչ ասեցի, վերանայեմ, թե չվերանայեմ։ Ուրեմն փոքր որդին թերևս սկզբից անհնազանդն էր, թերացողն էր, բայց ի վերջո Տեր Հիսուսն ասում է, ով կատարեց հոր ասածը, ով երկրորդ որդին։ Եվ որքան էլ զարմանալի է, երկրորդ որդուն Տեր Հիսուսը նմանեցնում է օրնիկների եւ մաքսավորների, առաջին որդուն նմանեցնում է փարիսեցիներին։
ովքեր կրոնական արդարություն ունեին արտաքինից, ովքեր ամբից էին կարծես թե մեկը չէր կարող նրանց մի բանով մեղադրել, շաբաթ 2 անգամ ծոմ էին պահում, տասանորդ էին տալիս, տաճար էին գալիս, մաքրակենցաղ էին, ընտանիքի մեջ օրինակելի էին, բայց եւ այնպես իրենց ասացից մի միլիմետր չէր շեղում։ Մեկը լավ չասեմ, որ քույրը չկան։ Ասեց, որ կարաս խոսալդ վերջացնես, ասեց խոսալս կարամ վերջացնել, բայց ասելիքս կշարունակեմ։ Ես իմ ասացին կգնամ եւ կհասնեմ։ Ուրեմն փոքր որդին մեզ համար դրական օրինակն է այսօրվա։ Ինչ ասեցիր, որտեղ ըմբոստացար, ինչ սխալներ գործեցիր, ինչ որակավորումներ կա քո վրա, մարդիկ ինչ են ճանաչում քեզ, այդ բոլորը հնարավոր է փոխել։ Ամեն, հավատում եք սրան։ Աստծո խոսքը ասում է երբեք ուշ չի նորը սկսելու։ Արդեն ուշ է հետ գնալու եւ հին բաները շտկելու, չենք կարող, բայց այս պահին կարող ենք որոշում կայացնել եւ այս պահից սկսած մեր ձեռքը դրել Հիսուսի ձեռքի մեջ եւ նոր ընթացք ունենալ։ Մենք սա լսում ենք սիրելիներ։ Այսօրվա պատգամի մյուս կարևոր մեխը սա է, որ լսելը քիչ է։ Ինչ պիտի անենք։ Պիտի կատարենք, հետո ինչ լսեցինք, հետո ինչ գիտենք, հետո ինչ 10, 20, 30, 40 տարի կարդացել ենք, ամեն բան հստակ է, լավ է որ գիտենք, գիտելիքը պետք է գործադրել, որպեսզի օգուտ լինի, եթե գիտելիքը չես օգտագործում, չես գործադրում, այդ գիտելիքը քեզ որի վրա ոչ մի օգուտ չի տալիս։ Հիշում եք մի այսպիսի խոսք կա, որ սիրում եմ եւ հաճախ կրկնում եմ, ասում եմ ճանապարհ, որի վրա գրված է հետո, տանում է քաղաք, որի անունն է երբեք։ Ճանապարհ, որի վրա գրված է հետո։ Երբ պիտի փոխեմ իմ որոշումը, երբ պիտի շտկեմ ինձ, հետո, մյուս կիրակի, վաղը, հետո։ Այդ ճանապարհը տանում է մի հատ քաղաք, հասցնում է մեզ, այդ քաղաքի անունը ինչ է, երբեք։ Այսինքն չի լինի դա։ Հիմա, այսօր, ինչ որ Աստծո խոսքը մեզ ասում է պիտի փոխենք։ Գիտեք, Աստծո խոսքն ասում է, երբ որ Տիրոջը ուխտ ես անում, այդ ուխտը պետք է ինչ անես, կատարես, պահես ժողովող 5-4։ Մեծ որդին վրիպեց, սայթակեց, կանեմ ասեց, բայց չարեց։ Ինչքան անգամ մենք հոգևոր խոստումներ ենք տվել։ Տեր, ես քեզ կծառայեմ, Տեր, ես քո տնից չեմ կտրվի, Տեր, ես իմ լավագույնը կանեմ, Տեր, ամբողջ կյանքիս մեջ ես փորձեմ քո լույսը տարածել, ինչպես դու ինձ անարժանից գտար, ես ամբողջ կյանքս այսպիսի որոշումներ մեր մտքի մեջ գոնե արել ենք, բայց հետո ցավոք սրտի մարդ ենք եւ մեր ուխտը չենք պահել։ Բայց Աստված ժամանակ է տվել, որ նստենք, մտածենք, վերանայենք եւ փոխենք մեր ընթացքը։ Շարունակելով պիտի ասեմ սիրելիներ, բոլորս էլ հաճախ են սխալվում։ Եթե մեկը խոսքով չի սայթակում, նա կատարյալ մարդ է, որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը։ Հակոբոս 3:2, քիչ առաջ մեր արաեղբոր մասին խոսվեց գիրքը գեղեցիկ մեկնությամբ, արդեն որ երրորդ գիրքն է, մեր եղբայրը աշխատասիրում է, տալիս է մեզ եւ գեղեցիկ դասեր կարող են քաղել։ Նույն Հակոբոսն ասում է, որ բոլորս ենք հաճախ սխալվում, իրեն էլ մեջն է դնում։ Եթե Հակոբոսը սխալվում է, ես ուր մնացի, դու ուր մնացիր։ Լեզվով սխալվում են, կանեմ, չեմ անում, խոստանում եմ, չեմ անում։ Ես մի եղբայր կար, չեք ճանաչում, ուրիշ քաղաքից է, մի 4 քաղաք են կողմ, շատ լավ բաներ արեց, շատ, մանավանդ իմ հոգևոր երգերի ձայնագրության մեջ շատ օգտակար եղավ եւ վարձքի մեծ մասը ինքն է ստանալու, ամեն երգին ֆինանսավորեց։ Վերջերս մի տարի, 1.5 տարի առաջ ասեց մի հատ էլ կանես, էլի կֆինանսավորեմ, արեցի, մոռացավ, չարեց մինչև այսօր։ Ու ես նստում հերում եմ ասում եմ, մամար, չարեց էսի ասեց, չարեց։ Ես ասեցի, լավ, այդքան արել էր։ Վերջինը ամենավատ տպավորությունը թողեց։ Գիտեք ինչու։ Որովհետև եթե ուխտ ես անում, եթե խոստանում ես, եթե ասում ես, պիտի ինչ անես, պահես մինչև վերջ։ Ավելի լավ է չանես,
Բայց եթե ասել ես աշխատիր, պահես, եթե չպահես էլ, ոչինչ, Աստված կօգնի, որ պահես։ Մեկը ասել է ամենամեծ սուտը գիտեք որն է։ Հիմա ասեմ լսեք, բայց ես չեմ էլի սուտ խոսում։ Ես երբեք սուտ չեմ խոսում։ Սա ամենամեծ ինչն է։ Սուտն է։ Բոլորս էլ լեզվով մեղք է գործում, կարդացինք, բոլորս էլ հաճախ ենք սխալում։ Եթե մեկը խոսքով չի սայթակում, նա կատարյալ մարդ է։ Իսկ կա կատարյալ մարդ, դուք ասեք։ Սիրելիներ, երկու եղբայրներ, երկու կերպարներ, երկու հոր զավակներ, նույն հորից, նույն օրհնությունները, նույն այգին, եթե մի քիչ հեռու նայենք, հայրը, որ ասում էր գնացեք այգում աշխատեք, ում համար էր այդ այգին, իր համար, ինքը արդեն անցել էր, զավակների համար էր, այդ խորհուրդը լսել է իրենց օգուտի համար էր, իրենց շահի համար էր, երբ որ Աստված մեզ մի բան է ասում, երբ որ եկեղեցին մեզ մի բան է հորդորում, մենք մտածում ենք ինչ են ուզում մեզանից տանել, սա ում համար է, սա քեզ համար է, քեզ համար է։ Մի անգամ մեկ եկավ ասեց, այն ինչը, այդ ինչն էլ հաճախ չէր գալիս, մի քիչ թարսաշկով է նայում։ Եկեղեցի է եկել այսօր, որտեղ գալիս էր 6 ամիս չէր գալի։ Ես այսօր կասի, ինչ է, եկել է, իր համար է եկել, իմ համար չի եկել։ Իր օգուտն է, որ եկել է։ Թե մեր օգուտն էլ է, որ եկել է, բայց ինքը օգտվողն է, ամենամեծ շահառուն ինքն է։ Ուրեմն որ Աստված ասում է մի բան արեք եւ անում ենք, ամենամեծ օգուտը շահը հենց անողը հնազանդվողն է անում։ Գիտեք, Տեր Հիսուսը ուրիշ մի պատմություն պատմեց, շատ սրա նման փարիսեցին եւ մաքսավորը գնացին տաճար աղոթել։ Հիշում եք Լուկաս 18-րդ գլխի մեջ։ Փարիսեցին կանգնած աղոթում էր շնորհակ ալեմ, ով Տեր Աստված, ինչ գողնակ սիրտ ուներ, չէ՞, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, սրա պես չեմ, շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում, 10-րդ եմ տալիս, էլ ինչեր ասեց, մի քանի բան ասեց, հափշտակվող չեմ, անիրավ չեմ, շնացող չեմ։ 3 մեծ մեղքերը չեմ գործում։ Մեղքերի ցուցակ այս 3 հատով վերջանում, ինչ եք կարծում։ Այդ մնացածը։ Ինչը չի անում, անգիր գիտի, ես չեմ անում, ես չեմ, բայց մյուսները մեկը հաշվել է կարծեմ 613 հատ օրենք կա 5 գտակարանում Մովսեսի գրվածքների մեջ։ Հետի այնտեղ Տեր Հիսուսը 1000-ից ավելի հրահանգներ կա նոր գտակարանի մեջ։ Այս արա, սա մի արա, այս արա, այսինքն շատ մեծ է թիվը։ Ինքը 3 հատը բռնել է, այս 3 հատը չեմ անում, այն 2 հատներ ծոմն ու 10-րդը անում եմ, որի մասին Աստծո ասում է ծածուկ արա, մի հայտարար, ինքը այս երկուսը կանգնած ինչ անում, հայտարարում արդեն օրենքը թե ծոմապահության, թե 10-րդի ինչ եղավ, խախտեց։ Կանեն, բայց չի անում։ Հայտարարում է, բայց իր էությունը դատարկ է։ Իսկ մյուսը, ճիշտ փոքր եղբորպես, այսօրվա մեր պատմության, հեռուն կանգնած, աչքը չէր ուզում նույնիսկ բարձրացնել, որովհետև գիտեր ինքը ով է, գիտեր, որ չի կարող նայել Աստծո աչքերի մեջ։ Մենք նույնիսկ մեր աչքերի մեջ չենք կարող նայել, մեր հայելի մեջ կանգնենք, մի քիչ երկար ձեզ նայեք, կամ մաչեք, կխոսակ իրար, կասեք, դե օմուտ չի քեզ, այդքան որ գիտես եւ այլ եւ այլ եւ այլն։ Մենք մեզանից կհանդիմանվենք, ուր մնաց Աստծո, չեն բարձրացնում աչքերը։ Եվ Հիսուսն ասում է, որ այս մաքսավորը ավելի արդարացած։ Ինչու՞, որտեղ կուրծքը ծեծում եւ ասում է Աստված ողորմիր ինձ մեղավորիս։ 4 բառ։ Տեր օրհնի ամենքից, զորացնի սիրելիներ եւ այսօրվա պատգամը թող մեր որոշումները վերանայելու եւ ավելի արդյունքին նայելու յետևից լինենք։ Գիտեք, անցյալ օրը Սակրամենտոյի ես նոր վերադարձա 3 օր, շատ մեծ եպիսկոպոս կա Գևորգ եղբայրը, որ տարիներ շարունակ ծառայել է եւ այլն եկեղեցու հիմա մեծ ծառայության մեջ է, իր տղայի տունն էինք հավաքված, հետաքրքիր խոսակցություն եղավ, գաղտնիք չի ասեմ, ինչ որ մեկի մասն ենք խոսում, ասեց, գիտես, ճիշտ է, արդարությամբ կարելի է դատել, բայց հայրաբար, երբ որ մոտենում ես, մի քիչ համբերում ես, որտեղ հայրական սիրտը ամեն գնով փորձում է առիթ տալ, ժամանակ տալ, որպեսզի փոխվի, որպեսզի սխալը շտկվի
եւ այդ հայրական սիրտը կարեւոր է, որ հոգեվոր առաջնորդները եւ բոլորս ընդհանրապես ընտանիքի առաջնորդը, չգիտեմ, ազգի առաջնորդը ունենանք։ Առաջի հայացքից դատում ենք, բայց մի պահ հետո ասում ենք, բայց չէ որ նա իմն է, չէ որ հնարավոր է ժամանակ տալ, չէ որ եթե ոչը այո դառնա, մեծ շահ կունենանք, քան թե ոչը կտրենք եւ առիթ չունենանք։ Այնպես որ ներսես եղբայր ջան, շնորհակալ եմ ես առիթի համար։ Ես հիմա ամենաշատ խոսացողն էի, հիմա պետք է այդ ասածներս կարողանամ անեմ, որ դուրս չգա ասեցի, բայց չարեցի։ Իսկ դուք հələ խոսք չեք տվեք, արագ անեք եւ Տերը փառավորվի ձեր միջոցով։ Ամեն։ Դերորդն է ասում եղբայր, մեկ բանը, որ ինձի համար օրնություն եղավ է, որ սկացումով չի շարժինք։ Ոչ մեկ հարցի մեջ Աստծո երթանք։ Իրարու կարիք ունենք, իրարու օգնություն ունենք, օրինակները իրար մե վերցնենք, բայց զգուշանանք, որ առաջին անգամ Տերոջի երթանք, որ սխալ բաներ չնենք։ Աս միտքս կերտա տարիներ առաջ, որ շատ հրճակավոր ժամացույց մգա։ Ուր կգտնվի հատի? Անգլիա Big Ben, կուլուխեն զարգի։ Հոն Big Ben-ի շատ հերու չեղող խանութ մգար, որ ժամացույց կծախեր, կնորոքեր, և ժամանակին իրենց խանութներուն հազարավոր չսեմ, դասյակներ, ժամացույցներ, դարբեր չապերի և ամենակ աշխատին։ Մարդմը առավոտ ժամը 5:30 առավոտ քարելուց խանութին արջևը կգենար իր ժամացույցը մեկ ժամացույցին հետ կշտկեր։ Ամեն առավոտ, օրմը այդ ժամացույցին դերը գանուխ են հոն էր, բոլոր շապատը, և կնշման է, որ ասանցը ամեն առավոտ 5:30 արջևը գայնի ժամացույցը կշտկե, սե պիտի հարցնեմ, որ ինչու գնե ասի։ Օրմը նորեն առավոտ գանուխ 5:30 գանցնի, կգենա ժամացույցի դերը գելնա կսե, բարոն կսե հարցում մոնիմ, ասի ամեն առավոտ կնես։ Հա կսե, ես աս ժամացույցեն, իմ ժամացույցս կշտկեմ, որպես երտամ Big Ben-ին զան կզարնեմ։ Մարդեսով, որ ես հալաս ժամացույց ամեն անգամ, որ Big Ben-ը զարնե, ադի կշտկեմ։ Մա չեմ գիտե որ մեկը շիդակ է։ Իրարմե դերևս օրինակներ արնենք, բայց շիդակ աղբյուրին երտանք, Աստծո երտանք, ամեն հարցերում մեջ, և ատկե վերջը մենք իրար կկաչալերենք, օգնենք և մեր որոշումները շիդակ կլան։ Ամեն։ Վերջի երկով և օրդության աղոտքով պիտի վերջացնենք, պիտի հրավիրեմ Աշոտ Եղտար։ Այս երկը աշխուժ երկ է որոշը, բայց քանի որ Միշա եղբայրը այս երկի ծանոթ չի, ձեզ նոր երկով վերջի երկը փակենք, շատ գեղեցիկ երկ։ Արմաններ կենաս չէ։ Տեսնելու եմ քեզ, երբ գաս քո փառքով,
Գիտեմ որ մի օր նայելու եմ քեզ հոգուս աչքերով Գիտեմ ուզում ես որ քեզ հետ հավել քո փառքը տեսնել Հույսով հավատամ սիրո մեջ մնամ քո խոսքը պահել Գիտեմ որ մի օր տեսնելու եմ քեզ երկաս քո փառքով Գիտեմ որ մի օր նայելու եմ քեզ հոգուս աչքերով Գիտեմ ուզում ես որ քեզ հետ հավել քո փառքը տեսնել Հույսով հավատամ սիրո մեջ մնամ քո խոսքը պահել Ինձ նոր թևեր դուր որ ճախրել ես վեր Ճամփան տեսնել դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Ինձ նոր թևեր դուր որ ճախրել ես վեր Ճամփան տեսնել դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Գիտեմ որ մի օր օրհնելու եմ քեզ երկնային լեզվով Գիտեմ որ մի օր գովելու եմ քեզ հոգու երգերով Իգանց կա միայն քո խոսքի ոսկի հոգուս պետք է դա Որ և ծառայի միշտ վերև նայի և ուրախանա Ինձ նոր թևեր դուր որ ճախրել ես վեր Ճամփան տեսնել դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Ինձ նոր թևեր դուր որ ճախրել ես վեր Ճամփան տեսնել դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Կարող եք կանգնած շարունակել, փոքրիկ կանգնած շարունակել Ինձ նոր թևեր դուր որ ճախրել ես վեր Ճամփան տեսնել դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ճամփան տեսնել դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է
Պարտիրոջ։ Վերջի նախադասությունը ուսերն է ապրում ու չի վերջանում։ Never fails, love never fails. Աստծո սերը երբեք չի վերջանում։ It never fails. Մեր պատասխանատվությունն է, որ մենք հասկանանք, որն է այդ սերը։ Which is the love that never fails. Մենք շատ անգամ սիրում ենք մեր կողակիցին, ինչպես մենք ենք կարծում ճիշտ է։ Ոչ թե այն սերը, որ չի դադարում, երբեք չի վերջանում։ Փառք շնորհակալ ենք Աստծոց մեր եղբոր համար, թե ոչ միայն առաջնորդեց փառաբանությունը եղբայրներիս հետ, Միշայի եւ Արմանի հետ, հոյակապ փառաբանություններ ամեն կիրակի մենք տարբեր երգերով բարձրացնում ենք մեր Աստծուն փառաբանություն եւ երկրպագություն։ Եվ իրենք մեզ առաջնորդում են, որ մենք միաբանությամբ նույնը կատարենք սերներ։ Կարևոր բան է, երկնքի պատուհաններն ենք մենք բացում։ Եվ հետո դրանից հետո քարոզել այնքան հեշտ է։ Հալելույա։ Օրհնության աղոթքով փակենք։ Աստված օրհնի մեզ եւ պահի մեզ։ Աստված պայծառեցնի իր երեսը մեր վրա եւ ողորմի մեզ։ Աստված բարձրացնի իր երեսը մեր վրա եւ տա իր քաղցր խաղաղությունը մեր կյանքի մեջ, մեր ամեն քայլափոխի, ամեն ինչի մեջ։ Հիսուս Քրիստոսով իր խաղաղությունով, սիրով շարունակ ու շարունակ ապրենք։ Տեր օրհնի ձեզ բոլորիդ։